Ազգային ժողովում շարունակվում է 2016 թվականի բյուջեի քննարկումները համապատասխան հանձնաժողովներում։ Այսօր ազգային ժողովում էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ով նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական փոփոխություններին։ Գործող սահմանադրությամբ նախագահային անվստահություն հայտնելու մեխանիզմ չկա, ԱՅՈ-ի կողմնակից Հրանուշ Հակոբյանի փոփոխություններին կողմ լինելու հիմնավորումներից մեկն էլ հենց սա է։ Ասում է, փոփոխվող սահմանադրությամբ գլխավոր դերակատար է դառնում վարչապետ, ով պատասխանատու է պարլամենտի առաջ, որը կարող է նրան անվստահություն հայտնել։ Մտահոգությունը, որ Սերժ Սարգսյանը իրականում նախաձեռնել է այս փոփոխություններն իր իշխանության վերարտադրության համար, Սփյուռքի նախարարը ծեծված խոսակցություններ է բնութագրում եւ պնդում, որ ԱՅՈ-ի թեւը ավելի մեծ է, քան ոչինը։ Ես էլ ձեր նման որպես քաղաքացի հետևում եմ միտինգներին, ոչի միտինգներին։ Խնդրում եմ ասեք, որտեղ են այն ահռելի ոչերը, որ դուրս են եկել փողոց եւ պահանջում են չընդունել այս սահմանադրությունը։ Նախարարը հորդորում է 1-2 խախտումները չընդհանրացնել եւ բնորոշել որպես ընտրակեղծիք, իսկ կասկածամիտներին առաջարկում է հսկողություն սահմանել տեղամասերում։ Իսկ ընդդիմության հակադարձությունները թե այդ պարագայում մեծ ռեմբոներ են պետք, որովհետեւ ՀԿ-ն սպառնում է, պարտադրում են, նախարարին զարմացնում են։ Չեմ հավատում։ Ես ուղղակի չեմ հավատում։ Ես չեմ ուզում հավատալ, գիտեք, որպեսզի մենք մեր նույնիսկ լավ գործը սևացնենք, դեռ չծնված մանուկը մենք փորձում ենք խեղդել։ Դա այդպես չի։ ՀԿ փոխնախագահ, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներգրաված է նաեւ ՀԿ նախընտրական կենտրոնական շտաբի աշխատանքներում։ Ասում է, թե բացառում է, որ ինքը կօգտագործի վարչական ռեսուրս կամ որևէ մեկին թույլ կտա քաղաքականացնել որևէ կրթական հաստատություն։ Ավելին ասեմ ձեզ, այն բոլոր գործողությունները երկու ճամբարների կողմից էլ, որոնք խաթարելու են կրթական եւ հանրաքվեային օրենսդրությունը, համապատասխան իրավական գնահատականներին արժանանալու։ Հիշեցնեմ, որ ունեք այդ նախադեպը նախագահական ընտրություններին մի շարք աշխատակիցներ, այդ թվում ռեկտոր, դպրոցի տնօրեններ ստացան խիստ նկատողություններ